Անմիջապես պատերազմից հետո, երբ աշխարհը այսքան խառնված չէր, մենք հումանիտար, դասագրքային հումանիտար խնդիր կարող ենք լուծել շատ ավելի արագ եւ ավելի արդյունավետ։ Հիմա, երբ ամբողջ աշխարհը խառնաշփոթի մեջ է եւ քաղաքական հետաքրքրություններ ու շահերը ավելի շատ են բախվել, քան նախկինում, մենք շատ ավելի լուրջ խնդիրներ ունենք ու դժվարություններ ունենք։ Ասել, որ ոչինչ օրվա իշխանությունները չեն արել, դա ճիշտ չի լինի, որտեղ ես ինքս մասնակցել եմ տարբեր միջոցառումների, այլ հավաքների, հանդիպումների, քննարկումների, նաև գործողությունների որոշակի այսպես գեներացման, որտեղ որ ինչ որ գործողություններ արել են, բավարար են դրանք թե չէ, ես կարծում եմ, որ բավարար չեն, որտեղ բավարար կհամարվեր միայն այն ժամանակ, երբ մեր բոլոր գերիները, այնպես ինչպես որ Ադրբեջանի բոլոր գերիները վերադարձվել են, այն օրը երբ մեր բոլոր գերիները վերադառնան, ես կհամարեմ, որ օրվա իշխանությունը կամ մենք որպես պետություն, որպես հասարակություն մեր ամբողջ ֆունկցիան իրականացրել են։ Ինչ այս պահին պիտի անեն, առնվազն պիտի չխանգարեն, առնվազն պիտի չանեն գործողություններ, որոնք ուղղված են ոչ միայն գերիների իրավունքների դեմ, այլ հայկականության դեմ, Հայաստանի Հանրապետության դեմ, մեր հեռահար իմաստով մեր իրավունքների, մեր հնարավորությունները չփակող գործողություններ անեն, եւ դրանք ոչ միայն հակահայկական են, դրանք մեր ներպետական իմաստով հակասահմանադրական են, իսկ ավելի լայն իմաստով իրենք նաև միջազգային նորմերին հակասող են, որովհետև ռազմական հանցագործությունները պիտի պատժվեն, պիտի պատասխանության ենթարկվեն այնպիսի գործողություններ, ինչպիսին են ցեղասպանություն, ցեղասպանական գործողություններ, դրանց հետևից պետք է գնալ, դրանց հետևողական պետք է լինել այդ հարցում, իսկ մեր իշխանությունները մտածածին, հորինած երևակայական ինչ-որ փաստաթղթի, որ իր հիմքում ոչինչ չի ունենալու եւ իր էությամբ ոչ մի բան չի հիմնավորելու, այդ տրամաբանության մեջ այդ պատրվակով փորձում են հրաժարվել մեր իրական հնարավորություններից, որոնք գուցե այս պահին չունենք իրագործելու հնարավորություն, բայց վաղը մյուս օր մենք ունենալու ենք եւ մենք պիտի անենք այդ քայլերը։ Տիկին Կարապետյան, իշխանությունն ասում է, երբ որ կնքվի խաղաղության պայմանագիրը, այսպիսով իմաստ չի ունենա Բաքվում հայ ռազմագերիներ մնան, դրա համար ասում է իրենք հետևողականորեն գնում են խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ, արդյոք սա այսպես արդյունավետ ճանապարհ չէ։ Այս իշխանությունը մեր ունեցած բոլոր իշխանություններից ամենաանպատասխանատունն է, ավելի հարմար բառ կա ուղղակի եթերային չի, ամենաանպատասխանատունն է, ամենաանհետևողականն է, ամենահակահայկականն է, ամենաանպատասխանատու գործողություն, երկարատև իմաստով ամենաանպատասխանատու հաստացի գործողություններ արածն է եւ որևէ հիմք չկա, ես չունեմ որևէ հիմք համարելու, որ այս իշխանության բերած որևէ փաստարկ աշխատելու։ Եթե հիշում եք, իրենք ընտրություններին գնում էին Հադրութը վերադարձնելու, Շուշին վերադարձնելու, չգիտեմ ինչ անելու, տենց աչ ու ձախ թուրը կտրելու։ Այսօրվա դրությամբ մենք հայտնվել ենք մի իրավիճակում, որտեղ 120,000 հայեր, արցախցիներ ստիպված են եղել լքել իրենց տները, լքել իրենց հարազատների գերեզմանները, պատմամշակութային արժեքները, մեր ամբողջ մի պատմական շերտ, որը մի քանի հազար տարվա պատմություն ուներ, հայկականություն ուներ, այսօր դատարկվել է։ Այս իշխանությունը դրա մասին է։ Եվ այսօր շարունակաբար նաև մեր մյուս իրավունքներից հրաժարվելը իհարկե սա հանցագործություն է։ Այս իշխանությունը հանցակից է այն բոլոր գործողությունների, որոնց զոհ դառան թե հայաստանցիները, թե արցախցիները, եւ հանցակից այլ խաղացողներին, ի թիվս այլ խաղացողների, միջազգային խաղացողների, թշնամական պետությունների, բարեկամական պետությունների ի թիվս իրանց, այս իշխանությունը եւս հանցակից է։ Ես պատրաստ չեմ հանցակից կողմից այսպես հավաստիացումներ լսել ու համարել, որ դա ընդունելի է։ Հիմա երբ խոսք է գնում միջազգային ատյաններից հայցերի հետ քաշման մասին, սրա հետևանքը ինչ կարող է լինել, արդյոք սրանով այսպես ասած հույսի վերջին դուռն է փակվելու։ Միջազգային իրավունքը շատ յուրահատուկ այսպես գործիք է, որը շատ դեպքերում ազնիվ է պետք լինել, ինքը ըստ նպատակահարմարության է գործարկվում, այդ թվում նաև միջազգային խաղացողները, մեծ խաղացողները ըստ նպատակահարմարության կարող են որոշակի իրավունքների այսպես աջակցել, օգնել, իրագործել համապատասխան անհրաժեշտ կամ հարմար իրավիճակում եւ կարող են չտեսնելու տալ մեկ այլ իրավիճակում։ Միջազգային իրավունքի տարբեր գործիքակազմեր կան, որոնք կարելի է օգտագործել։ Անդառնալիությունը վերաբերվում է թերևս միայն մարդկային կյանքերին։ Մնացած գրեթե բոլոր հարցերում մենք դեռ ունենք
հետ քայլի հնարավորություն, այսինքն հակառակը առաջ քայլի հնարավորություն ունենք, վերադառնալու հնարավորություն ունենք, եթե այս իշխանությունները իհարկե չգնան այնպիսի գործողությունների, որոնք որ աննկարագրելի են եւ որևէ մեկի մտքով չի անցնելու։ Նույնիսկ հույս ունեմ, որ այս իշխանությունները շատ ավելի շուտ կհեռացվեն, քան կգնան այդպիսի քայլերի, կհասցնեն գնալ այդպիսի քայլերի։ Այդ հայցերից հետ քաշումը արդյոք անդառնալիության կետի հատումն է։ Մենք ունենք նաև այլ գործիքակազմեր անհատական հայցերով, որտեղ որ անհատները մարդիկ արցախցիներ այդ 120,000 ավելին 120 չէ 150,000-ի չափ արցախցիները, որովհետև 20 թվականի պատերազմից հետո մի զգալի մաս արցախցիների չվերադարձավ, մնացին Հայաստանի Հանրապետության տարածքում, հետևաբար մենք 150,000-ի չափ արցախցիներ ենք։ Անհատական հայցերով իրենք կարող են ուղղակի ողողել միջազգային տարբեր իրավական մարմիններ եւ դրա հիմքով քանակի հաշվին մենք կարող ենք նաեւ ստանալ այլ այսպես որակական իմաստով այլ փաստաթուղթ, այլ հիմնավորում։ Այնպես որ գործիքները շատ են, բոլորին չեն կարող ստիպել լռել եւ մեծ շնորհակալություն իհարկե բոլոր մարդկանց, ովքեր որ հետեւողական են, չեն հանձնվում, չեն հուսահատվում եւ մնացածին հույս են տալիս, որ մենք դեռ կարող ենք իրենց աշխատանքով հույս են տալիս, որ մենք դեռ կարող ենք ունենալ հաղթանակներ եւ հաջողություններ։ Տիկին Կարապետյան, շատ այսպես ակնհայտ է բոլորի համար, որ այնինչ կատարվում է Բաքվում բեմադրված է, դատական ֆարս է եւ այլն։ Այդ դեպքում ինչու է միջազգային հանրությունը այսպես լուր հետևում մեծ հաշվով, հա, լուր հետևում այս իրավիճակին, արդյոք Հայաստանից տեղի նահազանգեր չեն հնչում այդ պատճառով։ Նախ միջազգային հանրությունը մի քիչ շատ փայտաբղետ է ու շատ միասեր, միատար չի։ Պետք է նշել, որ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները, որոնք ունեն շատ լուրջ հեղինակություն, իրենք արձագանքում են եւ իրենք նշում են, որ այս դատավարությունները չի կարելի համարել այսպես adekvat եւ համաչափ եւ արդարադատության հետ աղերս ունեցող, որովհետեւ առանց հայերի դատավարության էլ Ադրբեջանի դատավարությունը երբեք չի առանձնացել իր տենց փայլուն գնահատականներով, այսինքն սեփական ժողովրդի ադրբեջանցիների նկատմամբ դատավարությունները եւս եղել են հետապնդելու քաղաքական հետապնդման էլեմենտներով, այսինքն արդարադատությունը եւ Ադրբեջանը երկու անհամատեղելի հասկացություններ են եղել միջև այս դատավարությունները։ Հայատյացության ֆոնի վրա առհասարակ եւ պատերազմի ֆոնի վրա, պատերազմի հանցագործությունների ֆոնի վրա առհասարակ խոսքներ չի կարող, որ այս process-ը արդարադատության հետ ինչ-որ աղերս ունի։ Եթե խոսքը միջազգային տարբեր երկրների արձագանքի մասին է, եկեք ազնիվ լինենք, ինչի համար, ինչից ելնելով ինչ որ երկրներ պիտի իրենց հարաբերությունները փչացնեն Ադրբեջանի հետ, եթե հայկական կողմը այդ խնդիրները չի բարձրացնում։ Տրամաբանական է, երբ որ հայկական կողմը ինչ-որ խնդիրներ է բարձրաձայնում եւ գտնում աջակիցներ, սատարում տարբեր այլ միջազգային մեծ ու փոքր խաղացողների, իրենց մեծ ու փոքր խաղացողների, բայց ինչից ելնելով մեծ ու փոքր խաղացողները պիտի իրենց հարաբերությունները փչացնեն Ադրբեջանի կամ որևէ մեկ այլ երկրի հետ, եթե մենք այդ պահանջը չենք ներկայացնում։ Ցավոք սրտի, այո, մեր օրվա իշխանությունը որդեգրել է ջայրամի քաղաքականություն, իրանց թվում է, եթե գլուխը պայում ավազի մեջ, մնացած բոլոր հարցերը լուծված են լինելու, ցավոք սրտի ոչ։ Եվ մենք ամեն օրվա ռեժիմով տեսնում ենք, որ ոչ, այս հարցը չի լուծվելու։